Անդագրով ես Գյորգի եմ ընդհանրապես, նենց ժորային ասել, ինչ որ արել եմ իմ հողի համար, իմ ազգի համար, մենակ պահեն, որ թուրքը չգաստե վայելի։ Մանկության ցանկություններ, որ փոքր ժամանակ ամրան արձակուրդներն դպրոցական մետրոսիկո ոտաբոբիկ սոված փորով գալիս ենք այս կոլխոզի ագեները թութմութ ենք ուտում, փորներս ենք շտացնում, օտենց այս մանկության երազանքը տեղ է, որ մեծանամ, ստեղ պետք է այգեկցեմ, տուն պետք է սարքեմ, ստեղ պետք է ապրեմ։ 23 տարեկան հասակում գնացի Պետերբուրգ, սիրեցի այդ քաղաքը, մնացի այնտեղ, ամուսնացա, ստեղծեցի ընտանիք, բայց իմ մանկության այն եղձերը միշտ ինձ ուտում էին, որ պետք է գայի, ու թոշակի անցնելուց հետո կնոջից հետ պայմանավորվել էի միջայլոց, որ ինքն էլ պետք է գա, տեսա, որ ինքը մտադրություն չունի գալու, եկա ու սկսեցի աշխատել, ու անում եմ իջև հիմա, Աստծո օգնությամբ այդքան անցարկված է, աշխարհի բոլոր ծայրերը ստեղ գալիս են, բոլոր կոնտինենտներս գալիս են, հիանում են, սիրում են, ինձ ասում են բարի խոսքեր, ես էլ տկվում եմ, միայն խնդիրն է, որ հեռու եք կենտրոնից, գնալ գալը երկարա ծանրա, ռուսերեն մի հատ սենց խոսք է, ասում են ինչ գիտես անել, ասում է на все руки от скуки, իմ աշխատանքային գրքույկում կա 35 զապից կա, որ տաբիր մասնակի ամեն ինչ արել եմ, ամեն ինչ, ամեն առաջինը բանվոր, սևագործ բանվոր, բերնակիր, ստելեսար, սվաղչի, պատշար, մալյար, հնոցապան, մեխանիկ, վարորդ, տրակտորիստ, Թուրքը գնում է Պարսկաստանի այն ճանապարհով գնում գալիս է, թողելի գնա, իրանց ցունիկն է պետք գրավելու, եթե այդ ճանապարհը այդ իրանց ուզած ձևով մենք իրանց տանք, հայրը ստեղ գնալու են, թուրքերը ստեղ լցվելու են, ըստի արդեն ցունիկի հարցը փակվում է, որտեղ ցունիկը փակվում է, ոնց որ Ղարաբաղի ժամանակ ասում են, շուրջեն գործնելուց հետո գործնենք Ղարաբաղը, Ղարաբաղը գործնենք Հայաստանը, ինչ որ ասել է Մոնտեն, դա արդեն կատարվեց, Աստվածչյանի հաջորդելնի Սյունիքը, Սյունիքու հետո Մեղրին, Մեղրին հետո Հայաստանը, դրա համար պետք է համախմբում ենք, իրար սիրենք, իրար չնախանձենք, իրար օգնենք, իրար լսենք, որ կարողանանք տակից դուրս գանք։ Մենք չունենք լավ ղեկավարություն, որպեսզի համախմբի ժողովրդին։ 7 տարի է մեր կառավարությունը կա, այդ ջրի հարցը կա, հեսա եկավ հունիս ամիս, ջուրը արդեն կհոսա Արաքսը կգնա Թուրքի ծովը, մենք կմնանք առանց ջուր։ Այս տարերս որ չորանում են, ինձ համար դա ամենասարսափելի իրավիճակն է։ Եկան կողով անցան մի 20-20 մեքենա, ամեն մեքենան մի 100-200 հազար $-անոց իրար հետևից։ Մի 10 րոպե դրանց հոսքը չկա, այս թմբյուրը կանգնած է։ Մենակ ասում են կանենք։ Իրա պատճառով է, որ շատերը մեզանից երես են թեքել, այդ ինձ ասել։ Մենք պետք է իմանանք ում ենք դաշնակցություն անում, ինչի համար եւ ուր են գնում։ Այդ դա մենք պետք է ստուգ իմանանք ուր են գնում։ Մեր հարևան Իրանը մեզ շատ հարազատ դրանք են մեզ պահում հիմա։ Այս սահմանի հարցը իրանք են մեզ ավելի շատ պայքարում, քան մենք։ Իրանք, որտեղ իրանց 20-25 միլիոն թուրք կա, ազերի, նրանք որ գետը անցան, առանց զենքի սենց կոխրճելով միջև Բաղդադաշեն կգնան կհասնեն։ Մեր ազգը շատ տաղանդավոր ազգ է, եղել կա ու կլինի, բայց համախմբվածություն մեր եղել է տարբեր ասենք Թուրքիայի վիլայետներում մեկը ասել է գնանք հանձնենք, մեկը կռվենք, չի եղել համախմբվածություն, չի եղել, միասնություն չի եղել, հիմա էլ շարունակվում։ Թուրքը միշտ ասել է հայ վերջի խելքը իմը լիներ, թուրքերը մեր վերջի խելքը տարան։
մենք պետք է ուժեղ լինենք, խելքները զոր տանք, զինվենք, անենց զենք պետք է ունենանք, անենց զենք պետք է ունենանք, որ իրանք վախենան։ Առաջինը դա պետք է լինի, պետք է հզորանանք։ Նվազին, ոչ մեկը չի սիրում, նվազին։ Ուզմա կինը տալի, ուզմա ամուսինը տալի, եթե իվան դա բաց ստաղով պետք է նվա, դա բատա։ Պայմանագիրը խնդրելով չի, պայմանագիրը պետք է լինի երկկողմանի, հավասար պարիտետ պայմաններում, որ մենակ խնդրող ասում են այսօր տալիս է, այնտուր, սրան սրագրի, սա պետք է անես, համադրությունը պետք է փոխես, հենց տեղ արդեն իջացնում են ազգին, ղեկավարից սկսած բոլորին։ Ինքը ասում է, որ կռիվ չլինի, մենք պետք է գնա նշաձողը պետք է իջացնենք։ Բա ով է բարձրացնել որ դու իջացնում ես։ Ինչքան իջացրեցին կռվից հետո, որտեղ պետք է պայմանագրի նոյեմբերի 9-ի գրված էր, որտեղ կանգնած էր, այնտեղ սահմանը։ Եկան Հասան Ղափան, դրոշ դրել են Ղափանի այրեպորտի դեմը, մտել են ջերմուկ։ Այնտեղից նայում են ջերմուկը ոնց են այնտեղ բանանում։ Այդտեղ երբեք պայմանագիր չի լինում։ Այն երեխեքը լրիվ նվիրվեցին, այն վերջի մամային պապային զանգել ասել, հեսա երկու վարյանից թուրքարտեր մոտենում են, նրանք չիմացան, թե ինչ է մեր վիճակը հիմա։ Իրանք գնացին, իրանք կյանքը նվիրեցին։ Բայց մեր մեջ էլ մի սենց բան կա, միջև մենք մեր ազգի մեջ ասեն, Ղարաբաղցին էսա, Մեղրեցին էնա, Աբարանցին էնա, Գյումրեցին էնա, մենք ենք մեզ յարլիկներ կպցնում իրար, ատելություն ենք սերմացնում, ինչքան մարդիկ են եկել, ես Ղարաբաղը շատ եմ սիրել, ինչքան մոտ հյուրեր են եկել, բոլոր են տալել եմ Ղարաբաղ ման եմ եկել, նրանց հյուրասիրությունով շուկա ես մտում, արի մի հատ ուղի խմի, արի ես մանից կեր, ես մեկը ձրի, ես ժանգյալով հացը, տակ առկեր բան, իրար սիրել, իրար գուրգուրել, իրար օգնել, իրար հասնել, իրար նվիրվել, շատ երեխա ունենալ, նվիրել բանակին, տղամարդը պետք է գնա կռվի, պաշտպան իր մորը, իր քրոջը, իր երեխային, իր հողը, նոր ինքը իրանք ունենա տղամարդ կոչվելու։ Մենակ կին առնելով չի ինքը տղամարդ, ինքը պետք է իր հողնել բանի։ Մերեն հատուկները ինչ որ արել չեն արել որ հիմա սրանք դաշբաշ անեն, ես կոմեկամ ցերեն իրանց բանի համար։ Այդպես տղաներ հերոսները պետք է ծնվեն, որ մեր ազգը դրանցով պարծենա, երկեր հորինի իրանց համար, ոնց են երգում, Անդրանիկ, ոնց են երգում, Գևորգ Չավուշ, մյուսները։ Դրան գալու ենք, ուղղակի ես կուզենայի, ես էլ տեսնայի դա էլի։ Սովորաբար տելերյանները պետք է ծնվեն, հիմա մոնտեները պետք է ծնվեն, անդրանիկները պետք է ծնվեն, որ իրանք սերն մեզ դուխ տալը, հոգի տալը, բարձրացնելը, չկա, հիմա այդ մարդիկ պետք է նորից ծնվել, ու ծնվել են, հաստատ ծնվել են, արդեն ծնվել են, արդեն նրանք մեծանում են արդեն։